Բարև Մհեր ջան։ Բարև։ Ներկայանաս։ Անունս է Ալմասյան Մհեր։ Ծնվել եմ Պարսկաստան։ Մի քանի տարիներ ապրել եմ Ամերիկա ու երկար ժամանակ է, որ մասնակցում եմ հայկական կազմակերպությունների մեջ ու երկար ժամանակ էր նպատակ ունեի տեղափոխվեի Հայաստան, բայց անցյալ տարվա ապրիլային պատերազմը պլաններս մի քիչ արագացրեցին։ Պատերազմից հետո հասկացա, որ սպասելու ժամ չկա ու տեղափոխվեցի Հայաստան մի տարի առաջ։ Ջերմուկ քաղաքում եմ ապրում, եկել եմ, որ մինչև վերջ մնամ, որ Հայաստան ապրեմ, որ երեխեքս հայ մեծանան, ոչ թե պարսկահայ, ոչ թե ամերիկահայ, բայց մաքուր հայ, ու ինչ որ կարիք է երկրիս համար անեմ։ Դարեր իմ նախահայրերը Պարսկաստան են ապրել ու երազել են, որ անկախ Հայաստան լինի, որ կարողանան վերադառնալ իրենց տները, իրենց հողերը, ու վերջապես կա, ու իմ պարտականությունն է, որ ստեղ ապրեմ ու այս երկրի զարգացման համար աշխատեմ։ Նպատակդ մասնակցության, ինչն է քեզի վերստել։ Անցյալ տարի, որ նախքան կռիվը, երկար տարիներ որ խոսում ենք ընկերներով, միշտ ասում ենք, որ պատերազմ լինի, պիտի գնանք ու մասնակցենք, ու երբ որ կռիվը եղավ, ոչ ստեղ ենք, որ մասնակցենք, ոչ էլ եթե ստեղ ենք էլ մեկը մեզ կթողներ մասնակցել, որտեղ բան չգիտենք։ Դրա համար որ եկա, ուզում էի ինձ ոմայի մասին սկիզբից մի տարի առաջ ասացի, ուզում էի մասնակցի, որովհետև կարիք է պատրաստություն ունենալ, ու վերջապես կարողացա գործիս օրերը մի ձև համապատասխանել, որ կարողանայի մասնակցին։ Դրա համար մեկ է, որ այդ պատրաստություն ունենամ, որ Աստված ոչ անի, եթե այդ շատ դժվար, շատ սզվելի որ Աստված ոչ անի, որ գա, որ նորից պատերազմը լինում, կարողանամ երկրից պաշտպանել։ Դուրդ եկավ կամ ինչ կասես պարապմունքների, վարությունների, ինչ դուրս տվեց մի բան։ Կարող եմ ասեմ երկար ժամանակ, մոտ 10 տարի է, որ բազմաթիվ կազմակերպությունների մեջ մասնակցել եմ, ղեկավարել եմ թե Հայաստանում, թե Սփյուռքում, ու այս սրտանց եմ ասում առաջի կազմակերպությունն է, որի անդամներից լսում եմ, իրանք հարցնում են, ես ինչ եմ սխալանում, ես ինչ ավելի շատ պիտի անեմ երկրի համար, փոխարեն միայն գանգատվեն, որ ուրիշները ինչ չեն անում, ու ուրիշները ինչ են սխալանում։ Այդ շատ տարօրինակ մտածելակերպը հայերի համար, որը ես մինչև հիմա չէի տեսել, ու ինձ թվում է, եթե բոլորը տենց մտածեին, շատ բաներ շատ արագ Հայաստանում կփոխվեր։ Ֆիզիկապես շատ դժվար էր, բայց շատ հաճելի, շատ արդյունավետ։ Ինչ կասեր կամ ինչ կոչ կաներ երիտասարդներին, ոչ երիտասարդներին, թեմնես աղջիկ, տղա, բոլորը։ Սրտանց առաջին ուզում ասում անդամներից ամենից շնորհակալ եմ ջամը, որ իրանց հետ եմ ասկացրել, ղեկավարներից, վերահսկիչներից, միայն ափսոսում է դա է, որ 30-ի տեղը ստե 1000 հոգի չկա, սրտանց ուզում բոլորին աջակցեմ, որ եթե այդ հնարավորությունը կա, եթե հնարավորությունը չկա ստեղծեն, եթե ժամն էլ չունեն ժամը ստեղծեն, որ գան ու մասնակցեն, ամեն կողմից շատ շնորհակալ եմ այս օրերով, որ ստեղ հասկացամ, շատ բաներ սովորեցի, շատ սիրելի ու հարգելի մարդկանց հետ ծանոթացա, ու ամենին աջակցում եմ, որ ձևը ճարեն, միջոց չճարեն, որ գան ու մասնակցեն, որովհետև սրտանց շնորհակալ կլինեմ, որ երբ որ մասնակցեմ։ Կապ ունեցար այս հողի հետ։ Ուրիշ ձևով հիմա չես նայում այս սարերին։
Կրկին փափելուց հետո ստեղ։ Հա, ձեր եմ նամ, որպեսի իմ տուն սա, իմ հողը սա, Արցախ շատ է եկել, շատ, բայց ուրիշ է որ գնաս Ստեփանակերտ, ուրիշ է որ գնաս Շուշի, ուրիշ է որ գնաս մի հատ Արշավ, ու ուրիշ է որ գաս ստեղ, ու ես արիր վտանջվես, ու ես ամեն վարժմունքները անցկացնես, զգում եմ ես իմս է, ուրիշներից էլ դեռ ավելի շատ ես իմս է, ու պատրաստ եմ ես հողի համար ինչ-որ կարիք անել։ Զգացիր, որ մենք քայլում ենք ճամփով մարդիկ նայելուց գյուղացիները, հայացքները, որ ենք տենում են ստե, մարդիկ կամավորապես գալիս պարապում են իրանց մեջ ինչ-որ ուրախություն։ Ուրախություն, շնորհակալություն, հպարտություն, որ մեկ իրանց մասին չի մոռացել, որ մարդիկ գիտեն իրանք ստեղ են, ու պատրաստ են գալու իրանց համար ինչ-որ կարիք անեն։ Հույսով միայն նորից ուզում կրկնեմ, որ հույսով եմ ես 30 հոգին, 40 հոգին դառնա 1000 հոգի, դառնա 5000 հոգի, որ թշնամին էլ իմանա, որ ինչքան մարդ է պատրաստ այս հողը պաշտպանելու համար, որ մենք ոչ մեկը չենք գնում, որ ուրիշ բան մեզ չի հետաքրքրում, բացի մեր հողերը ու մեր երկիրը։ Աստված առաջ մեր ջան, ամեն ինչ Աստծո կամքով է, մենք լավ գործ ենք անում, ճիշտ նպատակ ունենք ու ինձ թվում է ամեն ինչ լավ է լինում։ Կարևորը մենք աշխատենք։ Ու այս տիպի գործը ցույց է տալիս, որ անհատներով ենք ուժեղ։ Ոչ թե այս պետք է փոխվի, այն պետք է գա, այլ մենք մեզի պետք է սկսենք փոխել։ Մենք անհատներով։ Մենք պիտի արցնենք մենք ինչ ենք քիչ անում, մենք ինչ ենք պակաս անում։ Փոխարեն սպասենք ուրիշ հոգի գա։ Այդ գործը որ մենք պիտի անենք անի։ Դե քեզի բարի ծառայություն, Հայկ ջան։ Ու քեզի լը երկու օր մնացել է։ Շատ մերսի, լեզային շատ շնորհակալ եմ։ Բարով ես եկել ու բարի գալուց մեր ընտանիք, մեր ընտանիք, ով անցնում է այս զորահավաքները, սրտանց մենք շատ մոտիկ անում ենք։ Հուսով եմ շուտով այս տարի, մյուս տարի, երբ հնարավորություն ունենաս, նորից հանդիպենք։ Ստեղ է Խարվաճարի գեղեցիկ բնության մեջ, ամեն Երևանում, Թերմուտում, որտեղ որ լինի ամեն տեղ պիտի հանդիպենք։ Նամանանց որի ջերմուկսի են։ Լավ այ, մեր ջան, քեզ աջակցություն։ Շատ մերսի։